Բարի երեկո, տիկնայք և պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, այսօր գարնանային եթերաշրջանի վերջին մրցութային խաղն է։ Այս պահի դրությամբ եզրափակչի հավակնորդը Տիգրան Քոչարյանի թիմն է, որը հաղթել է հեռուստադիտողներին 6-2 հաշվով։ Իսկ այսօր ես խաղի եմ հրավիրում Արմեն Բալյանի թիմին։ Մաշկա վերնարաբան Արամ Շահվերդյան, ստոմատոլոգ Օնիկ Աչեմյան, գործարար Արման Հայրապետյան։ Մանկական օրթոպեդ Արամ Չոբանյան, իրավաբան Վարդան Գրիգորյան և թիմի ավագ Մարմարե արծվի մրցանակակիր գործարար Արմեն Բալյան։ Արմեն Բալյանի թիմի դեմ այսօր կխաղան Էդուարդ Բարոյանը, Աղավնի Գևորգյանը, Նարեկ Բաբայանը, Սուպեր Բլից, Գևորգ Հովանիսյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Պատվական Համբարձումյանը, Բլից, Լևոն Հայրապետյանը, Տիգրան Սրապյանը, Ջուլիա Գյոդակյանը, Տիգրան Բաբայանը և հարց Յունի բանկից, ինչ որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Պարոն Բալյան, եթե խնդրեմ կնշեք 3 գիտակի անուն, որոնք արժանի են, սակայն չունեն մեր գլխավոր մրցանակը, Մարմարե արծիվը։ Վարդան Գրիգորյան, Օնիկ Աչեմյան և մեկն էլ Էմիլ Միրզոյանին միատել։ Դեր չունեն, ուրեմն երրորդին դժվարանում եմ նշել։ Օրինակ Գարիկ Բալյանը։ Գուցե։ Ձեր դեմ խաղում է Պատվական Համբարձումյանը, լեզվաբան Երևանից։ Պարոն Բալյան, այս հարցը խաղասեղանին էր տարվա եզրափակչում, սակայն սլակն այն չընտրեց։ Գրաքննադատ Ջորջ Շտայները եկել է այն եզրակացության, որ դրա առկայությունը լեզվակիրներին փրկում է նիհիլիզմից։ Լեզուների անհետացման վիճակագրությունը հաստատում է, որ դրանից զուրկ լեզուները ապագա ունենալ չեն կարող։ Ուշադրություն հարցը, ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Իսկ գուցե բան Բարբարներ ոչ նորմատիվ լեքսիկա պոզիտիվ դրական բան Ամեն դեպքում գրելու կարողություն ինչ-որ sense բաներ։ Ոչ նորմատիվ լեքսիկա գրական եւ խոսակցական Ժարգոններ, ակցենտներ, Ակցենտներ, բարբարներ։ ժամանակ չի կարա լեզուն չունենալ։ Լավ, Բարբարներ տարբերակը լեզու ֆիքսելու համար ապրետի գինը, տարեզնա, իսկ օրորոցային կարող է այդ լեզվով օրորոցայիններ օրինակ երեխեքը լսեն եթե ուրիշ բանից չի առնում իր մեջ մնում լճանում Արժեքների հետ կապված ինչ կա, որ նիհիլիզմը Փոխարված բառեր եթե չի վերցնում լեզվի տեղից քննադատից թե թարգմանությունների մասին ունենք փոխարված ապատի ժամանակը եւ բանը բարբարները եւ ունենք տարբերակը ժարգոնային ոչ Ինչն է որ երեխաներին են սովորացնում, երեխաները պետք է բարբարները մեր մոտա 4 տարբերակ հավաքշական ինչ-որ։ Ժամանակ, պարոն Բալյան։ Ով է պատասխանում։ Օնիկ Աչեմյան։ Լսում ենք ձեզ, պարոն Աչեմյան։ Ենթադրենք, որ լեզվի նիհիլիզմի ցուցանիշ է հանդիսանում այն, երբ որ լեզուն դադարում է փոխառումներ անել այլ լեզուներից, այսինքն քարանում է միայն իր մեջ եւ լճանում է։ Հասկանալի է։
Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ջորջ Շտայները պնդում է, որ ապագայի նկատմամբ մեզ հույս է տալիս եւ փրկում է նիհիլիզմից, լեզվի շարահյուսության մեջ ապառնի ժամանակի արկայությունը։ Ամեն տարի մեռնում են ապառնի ժամանակից զուրկ տասնյակ լեզուներ, ուստի ապառնի ժամանակ չունեցող լեզուները իսկապես ապագա չունեն։ 1-0 հոգուց հեռուստադիտողների պատվական Համբարձումյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար։ Յոնի բանկից դուք ունեիք այդ տարբերակը, ընդ որում բավականին երկար քննարկեցիք, բայց ընտրեցիք սխալ տարբերակը։ Ինչ որտեղ երբ գանանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յոնի բանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ու յուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, ամերիկագետ, ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը նվիրում է իր հեղինակած Հայաստանն ու Բուշն անձամբ հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Բալյան, Այո։ ինչ եք կարծում, եթե Սլակն ընտրեր նախորդ հարցը տարվա եզրափակչում, կգտնեիք պատասխանը, թե այն ժամանակ ավելի լարված էիք, այս անգամ տարբերակը կար։ Ինձ թվում այն ժամանակ էլ կգտնենք տարբերակ ու այն ժամանակ էլ նույն ձև ես կընտրեի Օնիկի այլ ինչ-որ տարբերակ, որովհետև ինչ-որ բան ինձ հուշում էր, որ եթե հարցի մեջ պատասխանի ինչ-որ մաս կա, գուցե պետք չի դա ընտրել։ Բայց այնպես չի, որ նման հարցեր չկան մեր խաղում, երբ պատասխանը ինչ-որ մի հատված լինում Տարվա է հարցի եզրափակիչից մեջ։ չէի սպասում սենց։ Բլից, 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ամերիկացի գրող Լեոնարդ Լուիս Լևինսոնը մի առիթով ասել է. լավատեսն այն մարդն է, ով պնդում է, որ շիշը կիսով չափ լիքն է, մինչդեռ իրականում Մեհեր Մինասյանը Երևանից խնդրում է ձեզ ավարտել Լևինսոնի միտքը։ Ժամանակ։ Շիշը անգամ չի տեսել։ Ընդհանրապես չի։ Չի տեսել շիշը։ Լավատեսության մասին։ Լավատեսը այն մարդը, որ ասում է շիշը կիսով չափ լիքն է։ Դե իրականում տարբերակն է Շիշը իրականում իրականում կիսով չափ օթով է լցված, կիսով չափ ջրով, որին է սենց։ մինչդեռ ինքը կեսը ինքնախմել։ Տարբերակներ ասել 20 վայրկյան է։ Էլ Ինքնախմել Ժամանակ, պարոն Բալյան։ ես կփորձեմ պատասխանել, ուրեմն ինչպես ասվեց, լավատեսն այն մարդն է, որ Պնդում է, որ շիշը կիսով չափ լիքն է։ լիքն է։ Իսկ իրականում շիշը կիսով չափ դատարկ է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ամերիկացի գրող Լեոնարդ Լուիս Լևինսոնը մի առիթով ասել է. լավատեսն այն մարդն է, ով պնդում է, որ շիշը կիսով չափ լիքն է, մինչդեռ իրականում այն կիսով չափ դատարկ է։ Պարոն Բալյան, առաջին հարցին դուք ճիշտ եք պատասխանել։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Մելանիա Խաչատրյանը Կարմիր գյուղից խնդրում է ձեզ ավարտել վերանորոգման ծառայություններ մատուցող կազմակերպության հումորային կարգախոսը։ Մենք վերանորոգում ենք այն, ինչը նորոգել է, ժամանակ։ Ձեր ամուսինը։ կամ շատ լավին եք նորոգել, տենց մի Ինչը նորոգել է, Ժամանակը։ Ժամանակը։ Ձեր ամուսինը շատ լավ է։ Լավ, ուրիշ տարբերակն է, ձեր ամուսինը ուրիշ ընկերություն, մեր Ուրիշները Կարողացե վերանորոգել ձեր ամուսինը։ ուրիշ ընկերություն ճարտոքել են կամ պետությունը, ինչը վերանորոգել։ Ժամանակ։ Արամը Չոբանյան կպատասխանի։ Լսում ենք ձեզ, պարոն Չոբանյան։ մենք նորոգում ենք, վերանորոգում ենք այն, ինչը նորոգել է ձեր ամուսինը, ընդհանրենք։
Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Վերանորոգման ծառայություններ մատուցող կազմակերպության հումորային կարգախոսն է մենք վերանորոգում ենք այն, ինչը նորոգել է ձեր ամուսինը։ Երկրորդ հարցին եք դուք ճիշտ պատասխանում, իսկ հիմա ուշադրություն վճռորոշ երրորդ հարցը։ Արսեն Ոսկանյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել։ Ինչի համար է ամերիկացի կատակերգու դերասան Միլթոն Բերլը խոսելով մարդուն տրվող հնարավորությունների մասին խորհուրդ տալիս նախ եւ առաջ դուր տեղադրել։ Ժամանակ։ Որ կարողանա մտնել։ Երջանկություն է դուրը ծեցի։ Երբ որ ծեցի լսես։ Հա, շատ լավ։ Ծեցի լսես։ Ուրիշ Որպեսզի ինչ-որ բան չգնա։ Տեսեցի sense տնից Որպեսզի ինչ-որ մնա տանը, ասենք հաջողությունը մնա տանը։ Ճիշտ ասողից իմ պետք է կապված Երբ հաջողությունը դուրը թակի, Ինչ-որ բան, Կարող է վատը չթողնի, լավը։ որ ինչ-որ բան դուրս չգա։ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ պատասխանի Օնիկ Աճեմյան։ Լսում ենք ձեզ, Պարոն պարոն Աճեմյան։ հաղորդավար, որ խնդրեմ կկրկնեք։ Ինչի համար է ամերիկացի կատակերգու դերասան Միլթոն Բերլը խոսելով մարդուն տրվող հնարավորությունների մասին խորհուրդ տալիս նախ եւ առաջ դուր տեղադրել։ Որ երբ այդ հնարավորությունը դուրը թակի, մենք լսենք։ Հնարավորությունը։ Հնարավորությունը, բախտը, ընդհանուր առմամբ դա այդ դուրը պետք է երբ որ այդ երևույթը, այսպես ասած, գա եւ թակի դուրը, մենք լսենք, դրա համար պետք է դուր տեղադրել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ամերիկացի կատակերգու դերասան Միլթոն Բերլը պնդում է. Եթե ուզում ես, որ երջանկությունը թակի ձեր դուռը, ապա նախ եւ առաջ դուռ տեղադրեք։ Դուք հաղթեցիք բլիցում։ Պարոն Բալյան, ես շնորհավորում եմ ձեզ, այս տարբերակը ձեր տարբերակն էր։ Վերջի հարցի։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար Էմմա Դանելյանը։ Բարի երեկո, Տիկին Դանելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Դանելյան, ինչու մարդը պետք է ընտրի Աթենքը որպես գործատու։ Շնորհակալ եմ գեղեցիկ հարցի համար, պարոն հաղորդավար։ Ես իհարկե կարող եմ թվարկել բազմաթիվ գործոններ, որոնց համար հաստատ արժե ընտրել Աթենքը որպես գործատու, բայց թույլ տվեք ձեր հարցին ավելի խորքային մոտենալ։ Ներկայումս աշխատաշուկան այնքան է փոփոխվել, որ գործատուները թեժ պայքարի մեջ են մարդկանց ընտրությանն արժանանալու համար։ Իհարկե այսչափ դինամիկ փոփոխություններին մենք եւս ճկուն ենք արձագանքում, բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ ոչ այնքան ճկուն, որ կորցնենք սեփական ինքնությունը։ Աթենքը հստակ դիմագիծ ունի, կայուն զարգացող ընկերություն է։ Աթենքը հստակ առաքելություն ունի, ստեղծել հնարավորություն։ Մեզ ընտրում են նրանք եւ նաեւ մենք ընտրում ենք նրանց, ովքեր փնտրում են հուսալի գործատու, փնտրում են հնարավորություն մասնագիտական, անձնային եւ կարիերայի զարգացման եւ իհարկե նրանք, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին իրական արժեքներ ստեղծել։ Շնորհակալություն Տիկին Դանելյան, ինձ մնում է հիշեցնել միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Բալյան, Այո։ ով է ձեր թիմի ամենալավատես անդամը, իսկ ով ամենահոռետեսը։ Եվ ինչպես է այդ ամենը դրսևորվում թիմում։ Ամենալավատեսը երևի ես եմ եւ Շահվերդյանը։ Ես կարճատես եմ։ Հոռետես որպես այդպեսին չկա, մի քիչ շատ է վերլուծում Օնիկ Աճեմյան, բայց մենք դրա դեմ պայքարում ենք։ Ձեր դեմ խաղում է Աղավնի Գևորգյանը։ Զբոսավար ապարանից։ Մեր հերոստադիտողը պարզել է, որ հելենիստական աշխարհում այն ուղեկցել է Աֆրոդիտեին, իսկ 19-րդ դարում իր տեղն է գտել լատինամերիկյան պետություններից մեկի անվանման հիմքում։ Հնդկաստանում դրա դիրքը օգտագործվում է յոգայում։ Իսկ որոշ գիտնականներ ապացուցել են, որ այն ունի զարգացած տարածական կողմնորոշում։ Ուշադրություն հարցը։ Ինչն է գրավել մեր հերոստադիտողի ուշադրությունը։ Անվանեք այն։ Ժամանակ։ Մուլիտկա։ Արագիլը։
Ուլիտկան ո՞նց է հայերեն։ Խխունջի մեջից է։ Միշ լատինոամերիկան հորի Լատինամերիկյան պետության անվանման մեջ ինչ կա։ Ուլիտկան ո՞նց է լատիներեն։ Լավ, կենթանիներ մտածենք, խխունջ, բան, արագիլ, յոգայի մեջ Յոգայի դիրքը Գագայի արագիլ։ դիրք արալին, չէ։ Արագիլը կա։ Կամ բան։ Արագիլը Շուն է կարալին։ գողտել կա, շունել կա։ Աֆրոդիտեին։ Տարածական բան ունի։ Լեբեդ։ Խնդալուն հենց դրա մեջ Հելենիստ տարածական բուսի։ ինքը բան ունի, հասկանում ես, խխունջ։ Բանը աչքերը վերևած այս բանով։ Հելենիստական աշխարհում ինչ էր։ Աֆրոդիտեին Չէ, Ծիտ կենթանի, բույս կենթանի, որ կարող սիրո Ինչի աստվածություն։ ինչի աստվածություն։ Ինչի իրան արագիլ է բանանի։ Սիրոց հետո το արագիլը գործում է։ Կարապ, Լավ, տարբերակներ ունենք, արագիլ ունենք, խխունջ, ուրիշ ինչ տարբերակ։ ամերիկան երկիր 10 Պանամա, Կոլումբիա, Վենեսուելա, Չիլի, Բայց Աֆրոդիտը ոնց որ շուտի բան ունի Բայց տենց արցանում։ ինչ որ ասի Բայց բանը Ժամանակ։ վերջ։ Ով է պատասխանում։ Ես գուցե եւս մեկ անգամ կրկնեմ իմ սխալը, բայց նորից ես կպատասխանեմ, սխալը նկատի ունեմ տարբերակներից ընտրությունը։ Բայց մի տեսակ ինձ զվարճալի է թվում, որ կարա խխունջը ունենա տարածական լավ կողմնորոշման հնարավորություններ։ Ձեր պատասխանն է Խխունջ։ խխունջ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Բալյան, ես ճիշտն ասած, երբ խոսում էի հարցի մասին, երբ սլակը ցույց տվեց, ես հատուկ նշեցի ով է ձեր դեմ խաղում, դուք ֆիքսեցիք ով էր ձեր դեմ խաղում։ Զբոսավար։ Իսկ անուն ազգանունը 1819 թվականին Կոլումբիա պետությունը անվանակոչվեց Քրիստոփոր Կոլումբոսի պատվին։ Դրա դիրքը օգտագործվում է յոգայում, իսկ որոշ գիտնականներ ապացուցել են, որ այն տուն է վերադառնում նույնիսկ մեծ հեռավորություններից։ Խոսքը աղավնու մասին է, լատիներեն Կոլումբա։ Զարմանալի չէ, որ աղավնի անունը կրող հեռուստադիտողը սկսել է տեղեկություններ փնտրել հենց աղավնու մասին։ 2-1 հոգուտ հեռուստադիտողների աղավնի Գևորգյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Հոստատար աղավնիները։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն։ Ինչ, որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@shnik.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Սուպերբլից 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Բալյան, ով է մնում սեղանի շուրջ։ Աչեմյան Օնիկը։ Որպեսի թիմը վաստակի 1 միավոր, պարոն Աչեմյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Պարոն Աչեմյան, ձեր դեմ խաղում է Սևակ Համբարձումյանը Երևանից։ Ուշադրություն, էկրանին։ Ձեր առջև 20-րդ դարի առաջին կեսի իտալացի նկարիչ Դոմենիկո Դուրանտեի ինքնանկարն է։ Սևակը հետաքրքրվում է, իսկ ինչով էր Թուրինում զբաղվում Դուրանտեն բացի գեղանկարչությունից։ Ժամանակ։ Ժամանակ։ Քանի որ Թուրինի մասին խոսքը գնաց, երկու պարզավոր ֆուտբոլի հետ կապված պետք է լինի։ Մեկը մրցավարությունն է, մյուսը հենց խաղացող, բայց քանի որ ինքնանկարը եւ ֆորման նման է Յուվենտուսի ֆորմային, կասեմ, որ նաեւ ֆուտբոլով էր զբաղվում։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։
Դոմենիկո Դուրանտեն համատեղում էր երկու մասնագիտություն եւ կարիերայի ընթացքում հասցրել է 30 խաղ անցկացնել Թուրինի Յուվենտուս ֆուտբոլային ակումբի կազմում, որի մարզաշապիկով էլ հենց պատկերել է իրեն այս կտավում։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ 2013 թվականին Լիոնել Մեսսիի հարևանը սկսեց իր տունը վարձակալությամբ տրամադրել աղմկոտ զբոսաշրջիկների, որոնք անընդհատ երեկույթներ էին կազմակերպում, ինչն անհանգստացնում էր Մեսսիի ընտանիքին։ Մի պահ Մեսսին նույնիսկ փորձել էր պատ կառուցել աղմուկից պաշտպանվելու համար, բայց օրենքը նրան թույլ չէր տվել դա անել։ Վահե Հարությունյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել։ Ինչպես է Մեսսին ի վերջո հաջողվել լուծել խնդիրը։ Ժամանակ։ Պարոն Աճեմյան, Որ խնդրեմ կկրկնեք հարցը, պարոն հաղորդավար։ 13 թվականին Լիոնել Մեսսիի հարևանը սկսեց իր տունը վարձակալությամբ տրամադրել աղմկոտ զբոսաշրջիկների, որոնք անընդհատ երեկույթներ էին կազմակերպում, ինչն անհանգստացնում էր Մեսսիի ընտանիքին։ Մի պահ Մեսսին նույնիսկ փորձել է պատ կառուցել աղմուկից պաշտպանվելու համար, բայց օրենքը նրան թույլ չէր տվել դա անել։ Ինչպես է Մեսսին ի վերջո հաջողվել լուծել խնդիրը։ Այսինքն անընդհատ այդ տարածքը նա հարևան տարածքը վարձակալում էր 13 թվականը մինչև թույլ էր տվել։ Պարոն Աճեմյան, արդեն 1 րոպեն անցավ, իմ կրկնելով հանդերձ։ Ենթադրենք, ինչպես էր հաջողվել։ Ենթադրենք, որ Չունեք պատասխան, հասկանալի է։ Այնտեղ դրել էր ինչ որ զգուշացնող նշան, որը օրենքով արգելում էր նրանց աղմուկ ստեղծել այդ տարածքում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բախվելով այդ խնդիրներին, Լեո Մեսսին ի վերջո որոշեց գնել հարևանի տունը, այդպիսով իր ընտանիքին վերադարձնելով կորսված անդորը։ Վահե Հարությունյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից 5-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան։ Այո։ Չեք ափսոսում, որ դուք չմնացիք Սուպերբլիցին, հատկապես, որ առաջին հարցը հատուկ ձեզ համար էինք դրել։ Հատուկ շնորհակալություն պարոն Աճեմյանին, որ հենց այդ հարցը ինքը ճիշտ պատասխանեց։ Անացած արդեն ներելի է։ Դուք կպատասխանեիք երկրորդ հարցին, ունեիք պատասխանը։ Ցավոք սրտի, այո։ Զգացվեց ձեր ռեակցիաներից։ Յունիբանկ։ Ձեր դեմ խաղում է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Սինխրոն թարգմանիչների աշխատանքը քաղաքական հարթակում շատ բարդ է, քանի որ հաճախ քաղաքական գործիչներն իրենց խոսքում օգտագործում են ասացվածքներ եւ արտահայտություններ, որոնք բնորոշ են իրենց մայրենի լեզվին եւ անծանոթ են այլ մշակույթների կրողներին։ Այս պայմաններում բառացի թարգմանությունը կարող է լրիվ փոխել խոսքի իմաստը, ինչի համար պրոֆեսիոնալները թարգմանությունում օգտագործում են այլ մշակույթում նմանատիպ իմաստ կրող արտահայտություններ։ Նմանատիպ իրավիճակում վերջերս հայտնվեց մի արաբ թարգմանիչ, երբ պետք է ռուսերենից թարգմաներ, կտակացնի մեր հոգիները, սագրեյետ նաշի դուշի, արտահայտությունը։ Ուշադրություն, հարցը։ Ինչ արտահայտություն օգտագործեց թարգմանիչը դրա արաբերեն թարգմանության մեջ։ Ժամանակ։
Հենց հոգիները թե այլ ինչ-որ բան։ Կհովացնի մեր մարմինները։ Իսկ կարող է բանի մասին Ջուր, ուխտ։ ցնցուղի մասին է մտածել։ Լավ, իսկ եթե ուրիշ ինչ-որ արտահայտություն լատիներենին են օրինակ անցնում, որպես արտահայտություններ, դարձվածքներ։ Արաբական իրողության հետ ինչ-որ Ինչ արաբական բառեր կան նմանատիպ բաներ մենք գիտենք։ չգիտեմ, Ուխտ, օազիս, պալմա, Կջերի կաբա, մեկը։ ջրի մեր անապատն Լավ, ինչ հաճույք կպաճառել, դա տենց է ստացվում։ Դրախտ, կուսեր, դրախտ։ Արաբական ինչ Արաբերեն կա, որ ինչ գիտենք։ ասացված գիտենք կամ Հայտնի բառ ասացված գիտենք, օրինակ Արաբական ասացված Հայտնի ինչ-որ բան կա, որ գիտենք ֆրազը հայտնի բառ արաբական։ ինչ-որ իրանց իրողության հետ Հայտնի բան գիտենք արաբական։ Եթե չէ բարձրի տարբերակն է։ Նավթ, կողմած։ Նավթ մեկի ավազ։ կվաճառի մեր նավթը։ Լավ, Нет։ Պարոն Բալյան, պատասխանի Գրիգորյան Վարդանը։ լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան, այսօր այդքան ակտիվ չէիք, կարծեք թե։ Միշտ Բայց possible չի։ Ուրեմն չիմանալով բնականաբար արաբական նման ասացվածք ենթադրենք, որ տեղայնացրելը պարադոքսալության աստիճան հակառակ եզրույթով փոխարինելով ոչ թե կտակացնի մեր հոգիները, այլ կհովացնի մեր հոգիները այդ նմանատիպ ասացվածքով։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Գրիգորյան, արաբական երկրներում որպես կանոն շոկ է եւ կտակացնի մեր հոգիները արտահայտությունը բացասական իմաստ է կրում։ Ահա թե ինչու թարգմանիչն առաջարկեց կհովացնի մեր սրտերը տարբերակը։ Մենք հայերս երկու տարբերակն էլ ունենք։ 3-2։ Ես շնորհավորում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, որովհետև ես համարում եմ, որ սա հեշտ հարց չէր եւ շատ գեղեցիկ հարց էր։ Շարունակում ենք խաղը, 6-րդ խաղափուլ։ Տղեկ, գնացինք։ Պարոն Գրիգորյան, կան արդյոք թիմում մարդիկ, ովքեր հետաքրքրվել են թարգմանական արվեստով։ Ես տեղյակ չեմ ճիշտն ասած, շատ երկար ժամանակ տառապում էի Duolingo-ի վարակով բազմաթիվ լեզուներ եւ այլն, հետո զգացի, որ կախվածությունը ուղղակի անջատեցի մի քանի ամիս առաջ։ Արաբերենն էլ կար դրանց մեջ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Նարեկ Բաբայանը, copywriter Մալիշկա գյուղից։ Սմոքինգը ստեղծվել է որպես հագուստ, որը տղամարդիկ կրում են կարևոր միջոցառումների ժամանակ։ Այն ընդգծում է կրողի ոճը, նրբագեղությունը եւ վկայում է այն մասին, որ տղամարդը տիրապետում է էթիկետի նրբություններին։ Միևնույն ժամանակ, տղամարդու զինանոցում կա մի աքսեսուար, որը նույնպես ծառայում է այդ արժեքների ընդգծմանը, սակայն կրել այն սմոքինգի հետ ընդունված չէ։ Ուշադրություն հարցը. Որն է այդ աքսեսուարը եւ ինչու այն խորհուրդ չի տրվում կրել սմոքինգի հետ։ Ժամանակ։ Вообще կաշվե գոտին չեն կրում, բայց ժամացույցն է կարող է, ես հիմա կրում եմ, բայց կարող է ժամացույց։ Չգիտեմ։ Ինչու չի պետք չի։ Չգիտեմ։ Բայց օրինակ դու փով չես կարող դնես բան, որ չէ։ No smoking։ Արդեն ոչ թե սեն ժամացույց մտածի, այլ են ժամացույց մտածի։ Ուղղակի բան չլնելու։ Ժամացույցը ես լսել եմ ինչ-որ։ Smoking, no smoking։ Ծխախոտա։ ծխելը չի ընդունում։ Պարադոքսալ ասվում, հա։ Հաստա որ սմոքինգի հետ բան է, կտորից բառը Սենց։ Ես պարադոքսալ բառը հարցում եմ։ Գոտի աքսեսուարի մասին է խոսքը։ Զինանոց մեկի աքսեսուար բարերով։ Դա աքսեսուարը։ Զինանոցը, հա, Ծխամորճը, Զինանոցի մեջ։ հա։ Չգիտեմ, կասեցի։ այսինքն условно կարմանի ժամացույցը Սիրունա կարմանի ժամոցը պրոստը գրպան չլնելու կապած։ Ծխախոտի կապը բանացի smoking, no smoking։ Ծխախոտ։ Հասկացա։ Տարբերակներ, ուրիշ ինչ ունենք, ժամացույց, ոչ գոտի։ ներփագեղություն ու էթիկետ։ Smoking-ը առանց գոտի։ Էդ էլ է նպագեղություն նշան, բայց smoking-ը ուրիշ գոտի Դա մեջ ասում առաջի վերսը։ Պարոն Բալյան, Պարոն Արտավար, եթե չեմ սխալվում, մենք դեռ ունենք հնարավորություն մեր ընկերներից տարբերակներ իհարկե ունեք, քանի որ հիմա դուք պարտվում եք, այսինքն դուք ուզում եք ես ընթերցեմ հարցը, հետո ձեզ տամ 20 վայրկյան։ Լիովին յավացի եք։
Սմոքինգը ստեղծվել է որպես հագուստ, որը տղամարդիկ կրում են կարևոր միջոցառումների ժամանակ։ Այն ընդգծում է կրողի ոճը, նրբագեղությունը եւ վկայում է այն մասին, որ տղամարդը տիրապետում է էթիկետի նրբություններին։ Միևնույն ժամանակ տղամարդու զինանոցում կա մի աքսեսուար, որը նույնպես ծառայում է այդ արժեքների ընդգծմանը, սակայն կրել այն սմոքինգի հետ ընդունված չէ։ Որն է այդ աքսեսուարը եւ ինչու այն խորհուրդ չի տրվում կրել սմոքինգի հետ։ 20 վայրկյան։ Գալստուկ, ծխելու ժամանակ ինչու՞ն է։ Դա ծխելը գալստուկ հաստատ չի, Արմեն, հաստատ չի։ Դուրնոյ տոնա ժամանակին հետ։ Եթե ժամացույցը լինի, ուրեմն վրազում է, Ինչու՞ին է ժամացույց, ոչ չի վրազում։ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ Դե ես փորձեմ մեր գործընկերների տրամադրած տարբերակը, որը մենք էլ ունենք, խոսքը գնում է գուցե ժամացույցի մասին, իսկ չի խոր չի տրվում ժամացույց կրել ինչու, նրա համար, որ գուցե եթե դու ինչ-որ կարևոր միջոցառման ես մասնակցում անընդհատ ժամացույցին ես նայում, դա էթիկետի, վատ էթիկետի նշան է։ Այսինքն ինչ-որ ուրիշ տեղ ես ուզում գնաս, քեզ այնտեղ հետաքրքիր չի եւ այլն եւ այլն։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սմոքինգը խորհրդանշում է պահը վայելելը եւ ժամանակից անկախ լինելը, մինչդեռ այն ենթադրում է հետևել ժամանակին կամ հաշվել րոպեները, ինչն անհարգալից է երեկոյի կազմակերպչի եւ նրա հյուրերի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով այն հակասում է սմոքինգի գաղափարին եւ համարվում է ոչ տեղին այդ աքսեսուարը ժամացույցն է։ Դալիճի օգնությամբ թիմը պատասխանեց այս հարցին, բերեց երրորդ միավորը, սակայն Նարեկ Բաբայանը որպես փոխհատուցում ստանում է 50,000 դրամի պարգևավճար Յունիբանկից, քանի որ թիմը հարցին պատասխանեց Դալիճի օգնությամբ, իսկ ավելի կոնկրետ, եթե ես ճիշտ եմ հասկանում, Հրաչյա Գումրոյանի օգնությամբ։ Եվ Հայկի Ղազազյան։ Եվ Հայկի Ղազազյան։ Կարելի ասել Հայկ Ղազազյանի թիմի օգնությամբ։ Շարունակում ենք խաղը, 7-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան, բացի մեր հեռուստախաղից, էլ ինչ առիթներով է հնարավոր ձեզ տեսնել սմոքինգով։ Ոչ մի առիթով ես երևի փողկապել հարսանիքից ես կոմ չեմ կրել։ Հարսանիքին այնուամենայնիվ սմոքինգով չեք եղել։ Չէ, փողկապով է։ Համար մի քիչ ավելի գործնական միջոցառում էր։ Հարսանիքը գործնական։ Տակատակ էր պարոն։ Բայց առանց ժամացույց։ Ձեր դեմ խաղում է Էդուարդ Բարոյանը, նախագծերի ղեկավար Երևանից։ Ուշադրություն, հարցը։ Ինչու են Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը Google-ի գոյության վաղ տարիներին Google-ի գլխավոր էջի հենց ներքևում ավելացրել հեղինակային իրավունքի copyright-ի նշանը։ Ժամանակ։ Որովհետև սկրոլ ես անում, միշտ դա աչքի տատաչա լինում։ Գլխավոր էջում ամենաներքևում copyright-ի նշանը։ Copyright-ի նշանը։ Ժամացույցի կողքն է, որ ժամը մոտիկ լինի, ինչ որ անդադ աչքի տատաչ լինի copyright-ը։ 97 թիվն է։ Google բառը, Google բառը չէ, Google-ի հենց գլխավոր էջի վրա։ Էջի ներքև էջի վրա ինչ կար այն ժամանակ։ Ընդհանրապես միշտ Դատա պոիսկի ստրոկա է։ Copyright-ի նշանը մի բան անենք, էլի, copyright-ի նշանը կլորի մեջ սիծ առը։ Ինչու է նման։ Ավելի Կլորի մեջ սիծ առը։ Բրին եւ Ինչ է տալիս։ Google-ի ստեղծողն է։ Ասենք թե ավելի բարդ ավելի թանկ էր գրանցել ես։ Հələ անգել են որ գրում են Gary Page, Sergey անունը Brin։ չէին կարա գրանցել, այդ էջն են գրանցել։ Չգիտեմ, հա, տենց։
Google-ը որովհետև Copyright-ը CP-ա, թե C շրջանակի մեջ։ Էլ ինչ, պրակտիկա։ Աշկի տալաշ լինի։ Բառը չէի կարա, չէ՞։ Բանանեմ որտեղ Google-ը թիվը նշանակում, մեծ թիվը։ Ամենամեծ թիվն է։ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ Ես կփորձեմ, պարոն հաղորդավար։ Գուցե, քանի որ եթե չեմ սխալվում, Google բառը չեն կարող գրանցել որպես դրա նկատմամբ իրենց copyright-ը, հեղինակային իրավունքը։ Հեղինակային իրավունքը գրանցել են edge-ի արտաքին տեսքի նկատմամբ, այսինքն այդ գրվածքի իր գույներով, իր տեսքով։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կարծում եմ թիմում կան մարդիկ, ովքեր երևի թե հիշում են այդ տարիները։ Կամ չկան, չգիտեմ, երբ ինտերնետային կապը դեռ թույլ էր եւ էջերը շատ դանդաղ էին բեռնվում, Google-ի առաջին օգտատերերը բացում էին որոնողական համակարգի գլխավոր էջը եւ պարզապես նայում էին էկրանին, մտածելով, որ էջը դեռ չի բեռնվել։ Խնդիրը էջի դիզայնի մեջ էր այն այնքան մինիմալիստական եւ դատարկ էր, որ մարդիկ ենթագիտակցորեն սպասում էին, որ էկրանին դեռ ինչ-որ բան պետք է հայտնվի, որպեսզի օգտատերը հասկանա, որ էջն արդեն ամբողջությամբ բեռնվել է եւ պատրաստ է օգտագործման։ Ինժեներները որոշեցին ավելացնել հեղինակային իրավունքի նշանը 4 3 հոգուտ հեռուստադիտողների Էդվարդ Բարոյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան։ Այո, պարոն հաղորդավար։ Որպես իրավաբան ինչ եք կարծում, մեր քաղաքացիների հեղինակային իրավունքները պաշտպանված են Հայաստանում։ Տարբեր ոլորտներում։ Չգիտեմ, եթե ինձ թվում է առաջին հերթին քաղաքացիներից է կախված իրենց իրավունքների իրագործումը այդ պաշտպանության միջոցների։ Օրենսդրությունը շատ լայն հնարավորություններ տալիս է բոլոր ոլորտներում, այսինքն քաղաքացու նախաձեռնողականությունից է ավելի շատ կախված։ Հասկանալի է։ Կոնկրետ իրավաբանի պատասխան։ Ձեր դեմ խաղում է Տիգրան Սրապյանը, մենեջեր Երևանից։ 2025 թվականի դեկտեմբերին Մադրիդի Ռեալի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, խոսելով Ռեալի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հասցեին հնչող քննադատությունների մասին, առաջարկել է հնարավորություն տալ Ալոնսոյին եւ եզրակացություններ կատարել միայն մրցաշրջանի ավարտին, մայիսին։ Ուշադրություն հարցը։ Ինչի հետ է հիմնավորելով իր խոսքը Կասիլյասը համեմատել ստեղծված իրավիճակը։ Ժամանակ։ Ինչ-որ բան, որ գարնան են հաշվում։ Ինչ-որ բան, որ ինքը դեկտեմբերին խոսացել է, ասել է մայիսին եկեք։ Մինչև բերքը արդյունքը պետք է ուշ է։ Մայիսին ծաղիկների Դեկտեմբերին լինում, որ մայիսին նոր տարի։ Ինչ է հա դեկտեմբերին չի լինում, պրոստը իսպանական ինչ-որ բան, իսպանական ինչ-որ բան։ Ալոնսոն ես է։ Տարվա հետ ուսումնական տարին մայիսին ավարտում վերջնականությունների ուսումնական տարին իսպանական ինչ-որ բան։ Ալոնսոն ես սեպտեմբերին, Գինին կարող է տենց օգոստոսից մայիս լավ է բռնում ուսումնական։ Այսինքն ուրիշ կեսին էլ ինչ բան կա, որ կիսատ որ թողում ես, ինչ որ բան, որ տեղի ունենում մայիսին, ինչ կա իսպանական մայիսին, ցլամաղբեկ, ինչ որ բան կա մայիսին։ Գինիների հետ կապված 10 վայրկյան տարբերակներ ունենք, մենք ուսումնական էլ ինչ ունենք, մեկ էլ աշնանացան։ Պարոն Բալյան։ Ավելի լավ տարբերակ քան Չոբանյանինն է, ես չլսեցի։ Լսում ենք ձեզ, պարոն Չոբանյան։ Պարոն հաղորդավար, ենթադրենք, որ Իկեր Կասիլյասը առաջարկել է մայիսին գնահատել, դրանով իսկ համեմատելով մրցաշրջանը ուսումնական տարվա հետ, որը նույնպես մայիսին քննություններով է ավարտվում։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։
Այո, դուք ճիշտ նկատեցիք, որ ֆուտբոլային մրցաշրջանը ավարտվում է մայիսին։ Կասիլյասը ստեղծված իրավիճակը համեմատել է ուսումնական գործընթացի հետ։ Պատկերացրեք, որ ձեր երեխան դպրոց է գնում, ինչ-որ գնահատականներ է ստանում, սակայն վերջնական արդյունքը հայտնի կդառնա մայիսին։ 4-4։ Պարոն հաղորդավար։ Այո։ Իսկ մեզ սուրճ չեք հյուրասիրելու։ Հաջորդ հարցից հետո։ Երբ հաշիվը դառնա 5-4։ Շատ լավ։ Պարոն Բալյան։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան։ Այո։ Իսկ մեզ համար մրցաշրջանի ավարտը ձմեռային եթերաշրջանն է։ Հետաքրքիր է, ձեզ համար սկզբունքային է, թե տարվա որ եղանակին կխաղաք։ Ընդհանրապես կապ չունի։ Բոլոր եղանակներին պատրաստ։ Գոնե վերջին մի քանի տարիների ձեր ցուցադրած արդյունքը վկայում է այն մասին, որ դուք հիմա ճիշտ եք ասում։ Գոնե վերջին 4-5 տարիների։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Հովանիսյանը, տնտեսագետ Բժնի գյուղից։ Հարգելի գիտակներ, լսեք մեր հեռուստադիտողի հորինած պատմությունը։ Մի երիտասարդ հրավիրված էր ընթրիքի, որտեղ նրան ընկերակցում էին շատ հայտնի դերասաններ։ Նրանք առաջարկում էին փորձել գառան սթեյք, ապխտած սաղմոն, ծովախեցգետին, ինչպես նաև ցլի եղջյուրից գինի խմել։ Չնայած դերասանների խորհուրդներին, երիտասարդը կերավ ֆուագրա, սակայն վերջիններս չպնդեցին և չնեղացան նրանից։ Ուշադրություն հարցը։ Հայտնի ինչ արտահայտությամբ է մեր հեռուստադիտողն ավարտել իր պատմությունը։ Ժամանակ։ Լավ, Սաջից է պատը։ Սագի լյարդից։ Թոք բանից ուտեմ քեզ, Լյարդի սակաճ արտետային բեռնան թե։ Էջինի լարտնա չէ։ լավ, ինչ արտահայտություն։ Ջիգար բարը այդ թվում։ Ջիգարը լարտնա։ Հա, բայց տենց բան։ Չպնդեցին եւ չնեղացան։ Առաջարկեցին Ջիգարով վերաբերել։ գարանց տեքստար դերասաններ, ինչ հայտնի։ Հայտնի խեն, հայտնի դերասանները։ Հայտնի դերասանները ինչ են ասում։ Գարանց թեյք, Գառան ստեյք, Բաղանի ստեյք, էլ ոնց Լամբերտ, օրինակ չգիտեմ, էլի սաղմոն, եղջույր, ապխտած սաղմոն։ եղջույր, ծովա ցլի եղջույր, սալմոն, դա ինչ արտահայտություն։ գույները, ամեն ինչ դեռ արժևում է։ մեր սարերը։ դարշնագույն, արմի դարշնագույն, էլ ինչ։ Հեքիաթի նման է Ֆուագրան հնչում։ բաց դեղի կամ շագանակագույնն է, բաց դեղ, բաց գույն։ Ժամանակ, պարոն Բալյան։ Ով է պատասխանում, պարոն Բալյան։ Բնականաբար, նման դեպքերում ես եթե ձեզ խնդրեմ հարցը կրկնել, ստացվի ինձ մոտ։ Հայտնի ինչ արտահայտությամբ է մեր հեռուստադիտողն ավարտել իր պատմությունը։ Այ։ Ջիգարով վերաբերվեց։ Ջիգարով վերաբերվեց։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Բալյան, դուք քննարկման ընթացքում ես լսում էի անընդհատ ասում էիք հայտնի դերասաններ, ինչի է հայտնի դերասաններ։ Հայտնի դերասաններին այլ կերպ ինչպես են ասում։ Աստղեր։ Իսկ պատմության մեջ հիշատակված ուտեստները խորհրդանշում են կենդանակերպի նշանները։ Խեցգետին, ձուկ, ցուլի, եղջյուր եւ այլն, աստղագուշակի թողարկումներից բոլորիս քաչ հայտնի արտահայտությունը աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ 5-4 հոգուտ հեռուստադիտողների Գևորգ Հովանիսյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Իսկ մեզ մոտ այս պահին սուրճի ընդմիջում է։ Վայելեք Ռոյալ Արմենիա սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յոնի բանկը։
Մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։ Բարի երեկո, պարոն Ղուկասյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Ղուկասյան, ինչպես կգնահատեք այսօրվա խաղը և եթե դժվար չասեք, թե ով է լավագույնը թիմում մինչ այս պահը։ Նախ ինքնին խաղը, վերջին մրցութային խաղը կարծում եմ կհամաձայնվեք, որոշակի լրացուցիչ լարվածություն ստեղծումը, ինչը զգացնել է տալի իրեն։ Հա, այնուամենայնիվ թիմը ցուցադրում է շատ դիտարժան եւ հետաքրքիր խաղ, ականատեսենք շատ հետաքրքիր խաղի, այդ թվում նաեւ ձեր շնորհիվ։ Լավագույն կդժվարանամ, բայց կարծում եմ թիմի ավագը։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Ինչ որտեղ երբ խաղի բոլոր սիրահարներին ուզում եմ ասել, որ 3W ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կազմակերպվում են մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ որտեղ երբ հեռուստաակումբի 2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041 55 04 96 հեռախոսահամարին։ Ձեր դեմ խաղում է Լևոն Հայրապետյանը, մաթեմատիկայի պրոֆեսոր, քաղաք Չիկագո, ԱՄՆ։ Հարգելի գիտակներ, մեր հեռուստադիտողը ձեզ համար հանելուկ է նախապատրաստել։ Այն չփաթեթավորված բեռներ է փոխադրում կարճ տարածության վրա և սովորաբար ենթարկվում է մի կանոնի, համաձայն որի առաքման վայր հասնելուց հետո այն պետք է միանգամից ու ամբողջությամբ բեռնաթափվի։ Մասնակի բեռնաթափումը հնարավոր, բայց անցանկալի է, քանի որ այդ դեպքում կասկածի տակ կդրվեն վարորդի մասնագիտական հմտությունները։ Ուշադրություն, հարցը։ Անվանեք այդ հանելուկի հերոսին։ Ժամանակ։ Կամ բան կարող է, չոջիկ կարող է։ Մեղուն հա։ Ինչի՞ որտեվ մեղուն տանում է ստեղից բանից նեկտարը վերցնում է տանում են մյուս տեղը։ Պետք է ամբողջը հանձնի։ Մեկ էլ չոջիկն է տենց։ Բանի այդ մեղուն բայց մեղունը առաջինն է գալիս է։ Լավ, մեղուն օքեյ, այս ուրիշ։ Բաժակն է շուտիկի ու խմողի Բայց այդ վարորդ չի էլի, այդ վարորդ չի, Լավ, վարորդելու կարող է։ վարորդը որ ինչ որ իր վրա Բոզնիա, Կարճ հեռավորությունը մեղուի հետ չի սազում էլի, որտեղ ինչ որ տեխնոլոգիական բան է, չգիտեմ, Քամինա պրոստը։ Կի բիլիարդ ինչ որ տենց։ Չէ, կարճ հեռավորություն, ժողովուրդ, կարճ բիլիարդը կարճ է օրինակ։ օբրազնը պատկերացնի։ Միանգամից ու ամբողջությամբ։ Գտալ ասենք։ Մամայի խաթել, պապայի խաթել, Կարող է շիշտը ոչ թե բաժակը։ Ինչ առումով շիշտ։ Վարորդին կերակրողը բանի կա։ ինքը ասում է չփաթեթավորված երեխուն որ կերակրող։ Կարող է email-ը օրինակ, mail-ը օրինակ հասնում միտեղ, եթե ամբողջությամբ չի հասնում ինչ որ միտեղին, կիսա տա հասնում, ուրեմն կերակրողը mail-ը լավ է չի։ Հա? Չինական փայտիկ։ Պարոն Բալյան, լսում ենք ձեզ։ Ով է պատասխանում, պարոն Բալյան։ Ես ասեր համարեն, ես կպատասխանեմ նորից։ Ամեն դեպքում գեղեցիկ է գուցե։ Խոսքը վարորդ ճակերտներում ասվածը, խոսքը չոր կենաց ասելիս կամ ալկոհոլ ըմպելիս միջև վերջ խմելու ու կամ սեղանի շուրջ Պարոն Բալյան, այո, սեղանի շուրջ ինչ։ Սեղանուց շուրջ լինելիս, ուտելույս, խմելիս, միջև վերջ վերջացնել են ինչ որ անում ես, խմել, ուտել, գթալը միջև վերջ ուտել եւ այլն եւ այլն։ Պարոն Բալյան,
խմել, թե գտալը։ Գտալը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սեղանից օգտվելու էտիկետը պահանջում է, որ գտալով կամ պատարակաղով վերցրած ուտելիքը պետք է բերան տանել ամբողջությամբ եւ այն բերանից միշտ պետք է հեռանա դատարկ այս հանելուկի հերոսը գտալը պատարակաղն են 5-5 Պարոն Բալյան բաժակը օրինակ կոնյակը Էտիկետն ասում է, որ պետք է կում խմել, այսինքն պետք չէ լրիվ դատարկել։ Ես օղին էի ցույց տալիս։ Հաշիվը դառնում է 5-5 եւ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։ Մեկ հանելուկին ինձ թվում է շատ ավելի հեշտին չպատասխանեցիք, շատ ավելի դժվար հանելուկին պատասխանեցիք։ Պարոն Բալյան, իսկ հարց հանելուկներ սիրում եք։ Ոչ։ Ես չեմ սիրում ոչ մի հարց, որը կլասիկ հարց չի։ Բայց հանելուկը ինքը եւս կլասիկ է։ Օրինակ այս հանելուկը կլասիկ էր։ Իմ համար կլասիկը տեքստային էր։ Դե Ձեր խաղում է Ալեքսանդր Գաբրիելյանը, տնտեսագետ Երևանից։ 2025 թվականի սեպտեմբերին Նոր Զելանդիայի բնակչուհի, 2 երեխայի մայր Գաբրիել Ուոլը սահմանել է 100 մետր տարածության վրա ոտաբոբիկ վազքի նոր ռեկորդ 24.75 վայրկյան։ Նա այս փորձությունը անվանել է անմոռանալի փորձառություն։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչն է խոչընդոտ հանդիսացել վազքի ընթացքում։ Ժամանակ Լեգոյի խաղալիքների վրով է վազել 100%։ Հա, բայց յոպե մեզ պետք է մեզ տալու։ Մենք երեխա ունենք, ախպեր, մենք լեգոները գրկածա վազել։ Բայց չէ ոտաբոբիկը ինչ իմաստ ունի։ Չէ, հաստատ լեգոներ։ Եթե լեգո չի ուղղակի խաղալիքներ, Հաստատ լեգո է, 100% լեգո է։ Ես երկու հայր եմ։ Ռեկորդը մեքսիկան հավաքում եմ, բայց քննարկեք տարբերակներ։ Հենց հաստատ ու համոզված միջև հետո պետք է ասեիք։ Իսկ շուտ կասեք։ Հիմա վերջի հարցները Էլ ինչ կարա լինի Նոր Զելանդիայի հետ կապված։ Հրաբուխ չունեն, չէ՞։ Չէ, իրանց կենտրոնին գալեցան նկարվել ամեն ինչ իրանց թանգա, կենտրոնին կարա լինի մեր տեսակներից մեկը Մեղ ունեն ուներ, չգիտեմ ինչ որ տենց։ բնության մեծ քանակությամբ հիմնական ուրիշ թեմանն է, ոչ թե կինո է նկարվում։ Հա։ Արմեն, եթե ասում են Նոր Զելանդիան, իրանց մոտ լիքը կինոներ, այդ Ավատար, Պլաստիլին Դե կինոյի հետ կապելու բան Հա, չկա։ բայց բան չկա, Լեգոնը 100%։ Շնդոտ տիլի հենց ոտի տակի կամ ոտի բանանող։ Խաղալիք թե լեգո։ Որոնք որ լեգոին։ Նոր Զելանդիան մեծ չի լեգո։ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ Օնիկա Աճենա։ Պարոն Աճեմյան, լսում ենք ձեզ։ Խոչընդոտ էին հանդիսացել Լեգոյի խաղալիքների դետալները, որոնց վրայով նրանք վազում էին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գաբրիել Ուոլը սահմանել է Գիննեսի համաշխարհային ռեկորդ Լեգո կոնստրուկտորի դետալների վրայով ոտաբոբիկ վազքում, որպես 2 երեխայի մայր նա կատակով նշել է, որ արդեն ունի Լեգոյի վրա ոտք դնելու մեծ փորձ, քանի որ յուրաքանչյուր ծնողի ծանոթ է այդ սարսափելի զգացողությունը։ 6-5 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Արամ Շավերձյան, Օնիկ Աճեմյան, Արման Հայրապետյան, Արամ Չոբանյան, Վարդան Գրիգորյան եւ թիմի ավագ Արմեն Բալյան։ Տիկին Էմմա Դանիելյան, ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Պարոն Բալյանն ասաց, թող ինձ էգոիստ համարեն, բայց դա ոչ թե էգոիզմ էր, այլ պատասխանատվություն վերցնելու դրսևորում եւ հրաշալի ավագի դեր տարավ այսօր, հրաշալի տիրապետում է թիմի անդամների ուժեղ կողմերին եւ խաղը հասցրեց հաղթանակի։ Պարոն Բալյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արմեն Բալյանը եւ ստանում է Սուրեն Սարգսյանի Հայաստանն ու Բուշն անձամբ հայ-ամերիկյան շփումների
Գաղտնազերծված մանրամասներ աշխատությունը հեղինակի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Գուրգեն Ղուկասյան, եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Պատվական Համբարձումյան, ապառնի ժամանակի մասին հարցը, Աղավնի Գևորգյան, աղավնու մասին հարցը, Վահե Հարությունյան, Մեսսի ձեռք բերած տան մասին, Էդուարդ Բարոյան, Քոփիրայթի նշանի մասին եւ Գևորգ Հովանեսյան, կենթանակերպի նշանների եւ աստղերի մասին հարցերով։ Վերջինը կենթանակերպի եւ աստղերի մասին։ Գևորգ Հովանեսյանը աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում հարցով, ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Էմա Դանիելյան, հիշեցնեմ այդ հարցերը եւ դուք ընտրեք։ Մեր Մինասյան լավատեսի մասին, Մելանիա Խաչատրյան ամուսնու կողմից նորոգվող իրերի մասին, Արսեն Ոսկանյան երջանկությունը դուրը թակելու մասին, Սևակ Համբարձումյան Յուվենտուսի ֆուտբոլիստի մասին, Նարեկ Բաբայան սմոքինգի եւ ժամացույցի մասին, Տիգրան Սրապյան Կասիլիասի եւ ուսումնական տարվա մասին, Լևոն Հայրապետյան գթալի եւ պատարագաղի մասին հարցը եւ Ալեքսանդր Գաբրիելյան Լեգոյի մասին։ Էթիկետը ինքնին գեղեցիկի մասին է, պարոն հաղորդավար, ամենագեղեցիկ հարցը կարծում եմ սմոքինգի եւ ժամացույցի մասին հարցն էր։ Նարեկ Բաբայանը սմոքինգի եւ ժամացույցի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։